Ողջույն, Ռեոփնի եթերում ամփոփում ենք նոյեմբերի 6-ը։ Կոմիտասի Պողոտայի վրա գտնվող շենքում, որտեղ կան սննդի կետեր եւ խանութներ, առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել։ Մայրաքաղաքի տարբեր մասերից կրակից բարձրացող ծխի սյուն էր երևում։ Հրշեջ եւ փրկարարական խմբերը դեպքի վայր են ուղարկվել հրդեհի բարդությամբ իսկ 1 կանչով։ Դեպքի վայր է ուղարկվել 14 մարտական հաշվարկ։ Կեսօրին մոտ հրդեհը մարվել էր։ 30 տարուց ավելի դադարից հետո առաջին անգամ ռուսական ցորեն տեղափոխող գնացքը Հայաստան է ժամանել Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով։ Հայաստանի կառավարությունը այս նոր լոգիստիկ երթուղին դիտարկում է որպես տարածաշրջանային հաղորդակցության վերականգնման կարևոր քայլ եւ վերին Լարսով անցնող ցամաքային երթուղու գործնական այլընտրանք։ Վրաստանի հայ համայնքը խստորեն դատապարտել է 44-օրյա պատերազմի օրվա տարելիցի կապակցությամբ Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատան կազմակերպած համերգը։ Համայնքի հայտարարության մեջ ընդգծվել է, որ նման միջոցառումը ոտնահարում է հայերի ազգային արժանապատվությունը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքը պետք է պատրաստվի Ռուսաստանի հետ երկարատև բախման, այն անվանելով ապակայունացնող ուժ։ Ռուսաստանը իր հերթին հայտարարել է ՆԱՏՕ-ի աննախադեպ ակտիվության մասին իր արևմտյան սահմաններին, ինչը դաշինքը անվանում է ռուսական ագրեսիայի զսպում։ Միացյալ Նահանգների եւ Նիգերիայի միջև հարաբերությունները կտրուկ վատթարացել են այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները սպառնացել է դադարեցնել ամբողջ օգնությունը եւ քննարկել ռազմական միջամտությունը, եթե Նիգերիայում քրիստոնյաների սպանությունները շարունակվեն։ Նիգերիայի կառավարությունը կտրականապես հերքել է մեղադրանքները, պնդելով, որ երկիրը բախվում է ահաբեկչության խնդրի, որը ազդում է ինչպես քրիստոնյաների, այնպես էլ մուսուլմանների վրա։ Այսօրվա նորություններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևելով մեր լրատվական թողարկումներին։ Ես Մերի Դանիելյանն եմ։ Ցտեսություն։